Ողջույն սիրելի հետևորդներ, եթերում խոտաբույսերի շքերթ հաղորդաշարն է։ Այսօր խոսելու եմ հալվե դեղաբույսի մասին։ Հալվեն, սիրելի հետևորդներ, բոլորիս հայտնի ալոե վերան է։ Բավականին հին եւ շատ հայտնի դեղաբույս է։ Այն որպես դեղաբույս կիրառվում է դեղագործության մեջ, կիրառվում է ժողովրդական բժշկության դեղատոմսերում, կոսմետոլոգիայում եւ օծանելիքի արտադրության բնագավառում։ Հալվեն բույս է, որն արտադրում է երկու նյութ՝ թափանցիկ գել եւ դեղին լատեքս։ Սրանք լայնորեն կիրառվում են բժշկական ապրանքներում։ Հարգելի հետևորդներ, հալվեն որպես դեղաբույս, հալվեի տարածվածությունը ամբողջ աշխարհում մինչև այսօր մնում է անհասկանալի ինչու, որովհետև այս բույսը աճեցվում է աշխարհի տարբեր երկրներում, նույնիսկ մայր ցամաքներում։ Նրա տարածվածությունը հարմարվել է կամ հարմարեցվել է, այս պահին չգիտեմ որ բառը ճիշտ կլինի, ավելի շատ գործածել այս պարագայում, հարմարվել կամ հարմարեցվել է հետևյալ կլիմաներին, ուրեմն արաբական թերակղզու մոտակայքում աճում է այս բույսը, Հյուսիսային Աֆրիկայի, տեսեք ինչ երկրների անվանումները ես ցիտում, Հյուսիսային Աֆրիկայի, ինչպիսիք են Մավրիտանիան, Մարոկոն եւ Եգիպտոսը, ինչպես նաև կամայան կղզիների կամ լեռների հատվածում գտնվող կլիմաներին, որտեղ եղանակը բավականին տարբերվում է, օրինակ Հայաստանի եղանակից։ Բույսը իր մեջ ներառում է B խմբի վիտամիններ, ասկորբինաթթու, կալիում, կալցիում, մագնեզիում, ցինկ եւ կուպրում։ Հիմա թվարկեմ բոլոր այն դեպքերը, երբ հալվեն կիրառվում է որպես դեղաբույս։ Այրվածքներ եւ վերքեր։ Ալոեի գելի կիրառումը ըստ երևույթին կրճատում է վերքերի ապաքինման ընթացքը։ Այստեղից հետևություն, որ եթե այրվածքներ ու վերքեր, նշանակում է այն ցուցված է առաջին եւ երկրորդ տիպի այրվածքի դեպքում։ Հաջորդը ակնե։ Հետազոտությունները ցույց են տվել, որ ակնեի գելի կիրառումը առավոտյան եւ երեկոյան էապես կրճատում է ակնեի առաջացման ռիսկը, եթե արդեն իսկ մաշկի վրա առկա է, այսինքն դրա տարածվածությունը, ինչպես նաև բարձրացնում է ակնեի տեղային բուժման դեղերի արդյունավետությունը։ Այո, սիրելի հետևորդներ, սա իսկապես ճիշտ է, համապատասխանում է իրականությանը, բայց ես սրա մասին ավելի մանրամասն կխոսեմ կոսմետոլոգիայի հաղորդաշարի ժամանակ։ Հաջորդը պսորիազ։ Ալոեի հիմքով նրբաքսուկները առհասարակ նվազեցնում են պսորիազից առաջացած մաշկի քորը, թեփոտումը եւ բորբոքումը։ Եթե ցանկանում եք սրա մասին ստանալ ավելի մանրամասն ինֆորմացիա, ես դարձյալ կխոսեմ էսթետ բժշկության կոսմետոլոգիայի հաղորդաշարերի ժամանակ, որովհետեւ այն քիչ թե շատ կապված է մաշկաբանության հետ։ Եվ վերջում սիրելի հետևորդներ, հերպեսի հասարակ վիրուս, որը բոլորիս մոտ ուշ թե շուտ ի հայտ է գալիս։ Մեկի մոտ շուրթերի վրա, մեկի մոտ ձեռքերի վրա, մեկի մոտ քթի վրա կամ մարմնի տարբեր հատվածներում։ Հերպեսի դեպքում էլ միանշանակ, եթե նրբաքսուկի հիմքում կա հալվեի հանուկ, հալվեի մզվածք, ապա այն անպայման ապաքինում է ձեզ ձերբազատելով այս վիրուսի տարատեսակ սիմպտոմներից։ Այսքանը սիրելի հետևորդներ, լավ մնացեք եւ հետևեք իմ ալիքում տեղադրվող տեսանյութերին, որպեսզի լինեք տեղեկացված եւ առողջ։ Շնորհակալություն։